13% գումարային, 11% քանակային աճ։ Հունվար-մարտին Հայաստանում իրացման շրջանառության ցուցանիշն է։ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալով 3 ամսում մեր երկրում ՀԴՄ-ներով եւ հաշվարկային փաստաթղթերով 177 միլիոն 552 հազարից ավելի գործարք է եղել։ Գումարային ծավալը 3 տրիլիոն 289 միլիարդ դրամ։ Ուշագրավ միտում կա ՀԴՄ-ներով գործարքների առումով։ Չնայած որ գործարքների մեջ դեռ գերիշխում է կանխիկ առևտուրը, այս տարվա հունվար-մարտին այն անկում է գրանցել։ Եթե համեմատենք 25 թվականի առաջին երամսյակը 24 թվականի առաջին երամսյակի հետ, ապա անկանխիկ գործարքների աճ ունենք 25%-ով։ Նույն իհարկե կանխիկ գործարքների մասով ունենք նվազում 7%-ի չափով։ Չնայած որ ընդհանուր հանրագումարում արձանագրվել է աճ, Առևտրի աճը խոսում է բարձր պահանջարկի մասին արձանագրում են մասնագետները։ Մյուս կողմից նաև անկանխիկի ավելացումը ստվերի նվազման է բերել։ Այս աճը կախված է նաև թոշակառուների վճարային քարտերով այդ քեշբեքի ներդրած համակարգի ակտիվ գործունեության մասին, ինչը նաև որոշակի այս տարի ավելի ակտիվացել է։ Ամեն դեպքում կանխիկը դեռ մեծ կշիռ ունի ՀԴՄ-ներով գործարքներում, նկատում է Վրեժ Մխիթարյանը։ Չնայած եթե համեմատենք 2024-ի առաջին եռամսյակի հետ, անկանխիկ առևտուրը 30%-ից արդեն հասել է 36.4-ի։ Եթե համեմատում ենք դինամիկայի մեջ, եթե տեսնենք, այո, ունենք դեպի անկանխիկ գործարքներ միտում, աճ ունենք այստեղ, ինչը բավականին ուրախացնող է։ Այս տարի առաջին եռամսյակում մեծ տեղ է զբաղեցնում հավաքագրված հարկերը մանրածախ ոլորտում եւ բնականաբար եթե առևտուրը իրականացվում է անկանխիկ, դա կարող ենք փաստել, որ այդ տիպի շրջանառություններում ստվերը գրեթե բացակայում է։ Տնտեսագետի գնահատմամբ անկանխիկը տարեստարի կշարունակի ավելանալ առևտրում, քանի որ հարմարավետ գործիք է։ Լումայի ճշգրտության վճարում կարաս իրականացնես առանց որևէ խոչընդոտի։ Մի շարք առումներով սա առավելություն տալիս է եւ նաեւ դա մշակույթ է, որը այստեղ ներդրվել է մեր հասարակության մեջ, ինչը դրական է, այսպես որ դիտարկում ենք եւ կարծում եմ դա շարունակական կլինի, ասենք բոլորս մեր օրինակով կարանք նայենք համատենք անցած տարիների հետ եւ տեսնենք, որ մենք ավելի շատ սկսել ենք անկանխիկ օգտագործել, ինչը շատ հարմարավետ է, շատ արդյունավետ է, նույնիսկ ամենափոքր կետերում, նույնիսկ ասենք նույն տաքսի ծառայություններ եւ այլն անկանխիկ վճարումներ իրականացվում են, նույնիսկ փոքր գումարներ։ Իդեպ տարբերվում է նաև միջին կտրոնի արժեքը։ Կանխիկով 1 կտրոնի միջին արժեքը 3425 դրամ է, անկանխիկ վճարման դեպքում 5128։ Նիկոլայ Ավետիսյան, Արման Թովմասյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։